Պարոն Պողոսյանի օրենք աշխատի եւ երկար աշխատի։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ ոչ հաղթի, որպեսզի հակասություն հետո չառաջանա սամնալության հետ կապված։ Եթե սամնալություն չի անցնում, ձեր օրենքի նախագիծը մնում է աշխատում արդեն։ Ուստի շահագրգռվածություն կա, որպեսզի սամնալություն չանցնի, մենք կաշխատենք, որ այդպես լինի։ Դիմում եմ ՕԵԿ-ին, հարգելի падգամավորներ, մի մերժեք կառավարության կողմից խնդրանքը, եթե ինքը ասում է ես գրավոր կպատասխանեմ, որտեղ հնարավոր է լինեն հարցեր, որ դու թիվ ես ուզում, ասում ես, խնդրում եմ, ասա, քանի ջրամբար, քանի գյուղ, քանի ինքը իրավունք ունի ասի, ես հարցին այս բան չեմ կարող պատասխանել, ինձ հնարավորություն տուր, քեզ պատասխանեմ։ Այնպես որ մի մերժեք այս հնարավորությունը, եւ եթե սա համոզիչ է, ձեզ ուղղակի զուտ կոնսենսուս կանալու համար դիմում եմ այս նախագիծը լավ նախագիծ է, եւ եթե անգամ հնարավորություն կա, որ հանրապետականը համաձայնում է դրան, եկեք կոնսենսուս անենք, որպեսզի նախագիծ անցնի, դրանից իսկապես բոլոր խմբակցությունները շահում են։ Իհարկե, սա իսկապես պարլամենտարիզմի հիմքերից մեկն է, որ բաց, թափանցիկ падգամավորը հնարավորություն ունեն կառավարության հարց տալ։ Իհարկե, այստեղ մի քանի խնդիր է լուծում։ Մի դեպքում падգամավորը իրանց գյուղի ասֆալտի կամ մանկապարտեզի վարիչի խնդիրն է լուծում, այդ իր գյուղում լսելու համար, ու պոպուլիզմ է, բայց դա հիմա խորհրդան ունենման նաև այդ ձևի գործունեություն, մյուսը հասարակության հուզող հարցերի խնդիրներն ա, որ իսկապես մասսայական են եւ դու պարտավոր ես բարձրացնել եւ ամենակարևորը այստեղ օպերատիվությունը բանավոր հարցը ունի մի առավելություն, երբ երեք կատարված դեպքերի հետ կապված դու ուզում ես անմիջականորեն շատ արագ կառավարությունից ինֆորմացիա ստանալ, այդ առումով իհարկե գրավորների քչացումը նպաստում է օպերատիվ հարցերի բարձրացման եւ հանրության տեղեկացնելուն, բայց այստեղ մի խնդիր կա, ես դիմում եմ նաեւ Բարգավաճին, ես ճշտեցի, որ իսկապես մեր սամնադրությունը պարտադրում է, գործող սամնադրությունը պարտադրում է, որ գրավոր հարցերը պետք է հնչեն, եթե ցանկանում են։ Այդ առումով մենք չենք կարող այն շրջանցել եւ այս տարբերակը, որ արվել է, որ նվազեցվել է գոնե 2 գրավոր հարց, դա բխում է մեր սամնադրության իմպերատիվ վիճակից, ուստի խնդրում եմ բոլոր խմբակցություններին մեր խմբակցությունը համաձայն է այս տարբերակին, որպեսզի լինի կոնսենսուս եւ գոնե մի քիչ առաջ գնանք, այս տարբերակով, ինչպես ներկայացրել է պարոն Պողոսյանը, կողմ քվեարկենք, որպեսզի բոլոր խմբակցությունները շահեն։ Շնորհակալություն։